օրնյալ է ան, որ գուկա դիրոջ անունով։ Դիսական դարվույն ամենեն նվիրական շապատը ապրելու կպատրաստվինք այսօր Ծաղկազարդին օրը։ Շապատը հարուստ հոգեբարար արարողություններով, բայց մանավանդ հարուստ մեր հավատքին ամենեն բաշտելի խորհուրդներով։ Այսօր Ծաղկազարդ կամ Դոն Քալստյան դիարն Հերուսաղեմ մենք կփոխադրվենք այն վայրը ու եղելությունը, ուր Հիսուս գարձեք բահմը դուրս ելելով իր սովորական վերաբախութենեն թույլ տվա, որ բազմությունները պարապանեն զինք եւ ողջունեն իբր Իսրայելի թագավոր։ Զարմանալի երևույթ, երբ գիտենք, թե ինչպես խույս կուտար Հիսուս ժողովրդին բորտկումներեն ամեն անգամ, որ հրաշքիմը իդես կփոցավարեին ու կխանտավարվեին անոնք։ Ինչ կար անոր մտքի մեջ այս բացառության դեղի դալով, ինչու թողուց, որ ամփոխը անզսպելի հորցանքի նման հապշտագե կրեթե զինք հաղթական թափորով մտցնելու համար արքայական քաղաքը Երուսաղեմ, ուր այնքան ցուրտ թշնամական ընդունելություն կդաձեր շատ անգամ, քաղաքը, որը վրա լացած էր այբանելով անոր գուրությունն ու ավերախտությունը, Երուսաղեմ, Երուսաղեմ, որ գգոդորես մարգարեներ եւ գքարգոծես քեզի ղլգվողները, ահա դունդ քեզի պիտի թողվի ավերակ։ Ահա այդ քաղաքն էր, որ թագավոր գուզեր հրճագել Հիսուսը, բայց Հիսուս գնդուներ թագավորը լալ։ Բիղադոսեն հարցակնվելով անիգա պատասխանեց այո, ինչպես դու գսես, բայց բացահայտելով անմիջապես իր միտքը Հիսուս կավելցներ իմ թագավորությունս այս աշխարհեն չէ։ Այո, այս աշխարհեն չէ, որովհետև անոր թագավորությունը չի գանկնիր փիրդ ուժի Թրամի ու парքի վրա, ինչպես են աշխարհի թագավորություններ առհասարակ։ Անոր թագավորությունը երկրավոր չէ, որովհետև մարդոց հոգիներն են, որ կհետաքրքրեն զինք, ոչ անոնց ինչքերը։ Երկրավոր չէ, բայց այս երկրեն կսկսի դիրելով հոգիներու վրա, իբր զենք ունենալով սեր, արդարություն եւ խաղաղություն։ Թագավորություն մզոր Քրիստոս կնմանցնե երկրի ամենեն փոքր սերմին, մանանեխի հադիգին, որ գցանվի հողի տակ եւ գծլի, գաճի ու գմեցնա, մինչև դառնա երկրի ամենեն հսկա բույսերեն մին։ Հաջելի չէր այդպիսի թագավորություն հրյաներուն, որ գերազեին դեսնել Հիսուսը մարդնչող, խրոխտ ղիգավար, աշխարհակալը, որ պիտի թոթափեր օդար իշխանության լուծը եւ վերադարձներ Իսրայելին գործված փառքն ու զորությունը։ Գիտեր Հիսուս, թե այդ ամփոխը, որ Օսաննա կոչելով հաղթական շքերթ կազմածեր իր շուրջը, պիտի ճուշանար ամփաստանել զայն օդար գարավարիչին դիմաց իբր օրինազանց ու հայոյիչ։ Մինչ քանի մոր առաջ ականադես եղած էին անոնք Հիսուսի հրաշքներուն ու փառիկներուն, այժմ կբահանջեին, որ թադաբարդվի մահվան, իբր խրովարար, մորնալով անոր շնորհքով օձուն խոսքերը, որ սրդերը կսպոպեին, հոգիները կաստուրեին, մարմինները կփուժեին։ Այս է դժբախտաբար փոփոխամտությունը մարդուն, անգայությունը անոր սրդի զգացումներուն, որ առաջին արիթով կմորնա սեր, բարեկամություն եւ երախտագիտություն կրնակ դարձնելով անոր, որ ոչինչ խնայած էր զինք երջանիկ դարձնելու համար։ Մարդիկը, որ լքեցին կամ թադաբարդեցին Քրիստոսը, չէին անպայման վատ կամ նենքամիտ, բայց դգար էր անոնց մեջ սերը, որ կհաղթահարե վախն ու կասկածամտությունը։ Ժողովուրդը, բեդերը եւ նույնիսկ աշակերտներ թուլացան ու սայտակեցան, որովհետև անոնց մտքերուն ու սրդերուն մեջ մարմնի եւ նյութի ուժեր ունեցան քերագայությունը ոգիի վրա։ Ծաղկազարդը Դոն ցնծության եւ հաղթանակի կհիշեցնե մարդուն սրդին
ու վարմունքին ելևեչները։ Ավակ շաբաթը, որ գհետևի բարքի օրերուն, գտնե մեր արջև խորհուրդը Աստվածորդույն, որ արհամարեց բադիվ եւ իշխանություն չարչարանքով ու մահով շահելու համար մարդոց հոգիները։ Բիդիկա հարությունը կնքելու համար հաղթանակը մահվան ու մեղքի վրա նախ Քրիստոսի, ապա մեր բոլորին։ Պատրաստ ենք թիմավորելու զայն արժանավայել սրդիմակրությամբ եւ ընդունելու մեր սրդերուն, մեր ընտանիքներուն, մեր հասարակության մեջ ասելով անոր, օրնյալ ես Տեր, որ գուքաս մեր մեջ Տիրոջ անունով։